43 years, Glendale has been my home. My name is Ronnie Garibian. I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financing needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, physical responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Garibian for Glendale City Council. Բարսերագիսես Ռոնի Գարիբյան եմ Գարիբյան Ռույստե ֆայնանսինգ երչան կողմից ինչպես առաջ նոր տեսակ իմ շատ երկու վայրկյանոց ծրագիրը ավելի շուտ տեսահոլովակը որ ռեկլամի նման կամ advertising-ի նման վիդեո կլիպը YouTube-ին է որ անգլերենով էր հետո հայերենով կունենամ ձեր համար մյուս անգամ Պարզապես իմ տեխնացությունը սպաշտոնական հայտարարվեցավ ստանից 3-4 օր առաջ մամուլների միջոցով, սոցիալ մեդիայի միջոցով եւ նույնիսկ ասպարեզ թերթի մեջ էլ հայտարարվեցավ, որ պաշտոնական ես իմ տեխնացությունս արդեն հայտարարել եմ Glendale քաղաքի խորհրդի անդամ կազմակերպելու համար, ինչպես իմանում եք անգլերենով ասում են City Council որ 5 հատ council member-ներ կան, 5 հոգի են եւ այդ 5 անձնավորությունները ամեն 4 տարի մեկ տարբեր տարիներ, տարբեր անձեր վեր ընտրվելու կամ ընդհանրապես ուրիշ իրենց աթոռը գրավելու ժամանակն է, ուրեմն այս հունիս 2-ին ընտրություններն է Եվ այս ընտրությունների համար այսօրվանից արդեն տեխնացությունը ժողովուրդը դնում են շատ ուրիշ տեխնացուներ կան եւ կլինեն ստաս մասին վերջը խոսանք չեմ ուզում իմ ծրագիրը ստենեմ տեխնացության վրա կուզեմ շարունակենք մեր ամեն շաբաթվա սովորությունը որ լինելով ձեզի լուրեր եմ տարածում եւ դասավանդում եմ եւ սովորացնում եմ որ այս շաբաթ Ինչ լուրեր կան ընդհանրապես էկոնոմի, ֆինանսավորման աշխարհում, տոկոսներին, real estate-ին եւ այլն։ Եվ այդ տեխնացությունը անշուշտ դա մասին էլ կարող ենք զրուցենք ամեն անգամ կարճ քանի վայրկյանով եւ հետո ինձ կարող եք հեռաձայնեք, նույնիսկ կարող եք փոքրիկ հավաքույթներ խումբով, ընտանիքով, ընկերներով, եթե հավաքվում եք 10-15 հոգեանոց, կուզեք ինձ հրավիրեք կամ ձեզ հետ խոսիմ քաղաքի հարցերի մասին դա էլ կարող եմ անեմ։ Շարունակենք մեր այսօրվա նորությունները, ինչպես միշտ այս շաբաթ նորեն լուրեր կան մամուլի վրա եւ լուրերը որպես վերնագիր միշտ մեկ ուղղություն headlines հասկացողության վերնագիր ասած բառով ուրիշ բան ասում, բայց իրականությունը եւ թարգմանությունը կուզեմ ձեր համար բացատրել, որ հեշտ լինի ըմբռնեք, որ ինչ է կատարվում եւ ինչու եւ այլն եւ այլն։ Եվ ինչ ազդեցություններ ունի ձեր համար։ Սկսենք ամենից մահ բուն լուրերից, որ կար, դա է նախագահ Թրամփը հայտարարավ պաշտոնական, որ վերնագիրն է գրվում President Trump's executive order targeting Wall Street buying single-family homes եւ ասելա որ we are competing with Wall Street
Այսինքն պաշտոնական արդեն ստորագրերը եւ իր ուժով, ոչ թե կոնգրեսի եւ սենատի կողմից, բարձրապես իր executive order-ն է, որ իր ուժով, որ մեծ հզոր ընկերություններ, որ ստենց առաջ խոսացինք մանավանդ 2008-ի crash-ից հետո ճիշտ ուզենակ այդ ընկերությունները փրկան տան արժեքները շատ ավելի իջնելու համար կարողացան արժեքների առաջը պահպանեն, որ ավելի crash չանի։ Եվ այս ընկերությունները միշտ են ելել, ոչ թե միայն 2008-ին են վերածնվել, այլ միշտ են ելել։ Եվ այստեղ գտնում են ինվեստորներ, որ գործները, բիզնեսը իրենց գործը դա է, որ տուներ են առնում եւ վարձու են տալի։ Նույնիսկ կան ընկերություններ, որ այդ տուները նույնիսկ շինարարին են այդում, ասում են դու իմ համար տուն սարքի, այս թաղամասերում, այս փողոցներում, այս տունը, այս քաղաքներում, նահանգներում, եւ ես քեզանից կառնեմ եւ շինարարը նախապես շինարարությունը սկսում է իրանց համար այդ շինարարությունները անել։ Այսինքն մեծ corporation-ներ են, private equity firm-ներ են, որ hedge fund-ներ են եւ մեծ տանտերական ընկերություններ են, որ իրենց գործ, իրենց բիզնեսը rental landlord groups հասկացողության եւ այստեղ ժամանակի ընթացքին տուներ են առնում վարձու են տալի։ Նախագահ Թրամփի ասածը ինչի համար է եւ ինչու դե ոչ ինչ գործ ունես ժողովուրդը բիզնես են անում եւ տուն են առնում եւ վարձու են տալի։ Քեզի ինչ պարոն նախագահ Թրամփ, էսի dictatorship չի ստեղում ազատ անկախ երկիր ամեն մարդ ինչ ուզում է կարող անի so ինչ ես կարող անես միայն ասելով չի չես կարող այսօր մի հատ Ամերիկայում որևէ դուս ելնեմ փողոց ասեմ պարոն Ռաթևոս եւ Թաթևոս դու չես կարող տուն առնես այսօր վարձու տաս դու ով ես ինձ ասես չես կարող տուն առնես դες բան կարելի է Միացյալ Նահանգներում Ուրեմն բացատրենք ավելի անգլերենով ասում են plain English, պարզ լեզվով, ոչ թե այս իրանց գրասների հետ։ Առաջ սկսելով որ նպատակը ինչ է նախագահ Թրամփին։ Ինչ է նպատակը։ Չի նպատակը ինվեստորին խանգարել չի բիզնես մարդին եւ վաճառողին էլ խանգարել չի, սո ինչու է այս գործը անում։ Իրանց իր մտածելակերպով այս գործը անելով ընտանիքները որ ուզում են տուն առնեն, որպես owner occupied մեջը ապրելու համար, ոչ թե առնեն վարձու տալու համար, իրենց համար ավելի շատ հնարավորություններ առաջ կգա տուն առնելու համար, քան թե երբ որ մրցում են մատ հզոր ընկերությունի հետ։ Այսինքն competition-ը գրելու ժամանակ offer-ինը Եթե դիլ ես անում որպես մեծ ընկերության հետ, որ cash ունի, contingency չունի, այսինքն պայմաններ չունի, որ ես քո տունը կառնեմ, բայց պետք է գամ inspection, պետք է appraisal-ը գա տունը գնահատի, պետք է loan-ս approve լինի, 7 օր ուզում եմ ստամ, 10 օր ուզում եմ, այդ բաները չունի ինվեստորը, ասում է, ինչքան չեկը գրեմ տամ, 3 օրում ինձ բալայներ դուր։ So competition-ը corporation-ինը քան թե բայրինը, որ իր դիմաց լինելու, որ cash այլնելու, պակսելու է։ Եվ այս պատճառով ժողովուրդը, որ ինչպես ասեմ, առնում են մեջ ապրեն, ավելի հնարավորությունը կշատանա եւ ավելի կունենան եւ քանակն էլ տուներին է, որ քիչ է, երբ որ ինվեստորները չառնեն, այդ տուների քանակներն էլ շատանում են ավելի նորեն գնողի համար հնարավոր է։ Այս իր պայմաններն է, այս իր ավելի շուտ ներողություն, այս իր մտածելակերպն է, որ ինչու պետք է կարողանա այս գործը անի, so բայրի համար less competition եւ ավելի շատ տուն։ Հիմա իրականության մեջ իրականություն եւ երևակայության վստահ եմ անեկդոտը լսացել եք։ Իրականության մեջ որ practical մոտեցումը ինչ է, պետությունը չի կարող գա ոչ ոք ասի այս տունը չես կարող առնես։ Ոչ ոք չես կարող, դες բան գոյություն չունի եւ չի ունենա։ Մանավանդ Միացյալ Նահանգների վրա ընդհանուր։
So փոխարեն ինչա անելու մենք, էդի մենք է հասկանանք, չես կարող մարդը գայսա offer գրի, դու արմես վարչու տաս, Trump-ը սրա չես կարող, չեմ ես տունը ծախի, քեզի կամ չեմ կարող ծախի։ Պարզապես պետությունը պետական մասնաճյուղներին կամ պետական agencies կամ խումբերը կամ մասնաճյուղները կամ department-ները, որ իրանք օրենքներ ունեն այդ տեսակ ընկերությունների համար, մեծ institutional investor-ների համար, որ օրինակ միջև հիմա ով որ առնում էր, կարող է tax credit էր ստանում, այսինքն այդ գործը էր հզոր հեշվաններ են, որ մեծականակ տուներ են առնում, կարող է tax credit էր տալի, ասում էլ չեմ տա, կարող է permit planning-ի իրավունքներ էր տալի, ասում էլ չեմ տա, կարող է եւ այլ, այսինքն որևէ ձևով պետական օգնություններ եթե կային այդ խումբերի համար, օգնությունները կտրելու է, ոչ թե ասելով տուն մի առ, այլ պայմանները դժվարացնելու կամ խիստացնելու կամ որևէ ձևով, որ ինքը չուզենա առնի, ոչ թե եթե ասես մի առ, չես կարող ասես մի առ, առնողի չես կարող ասես մի առ, իրավունք չունես, բայց կարող ես պայմանները դժվարացնել, որ իրանք չուզենան առնեն, կամ օրինակ ասի, եթե առար ծախես պետք է օրինակ չեմ ամ, այսքան tax վճարես, capital gain վճարես եւ այլն կամ այսինքն չեմ ամ, ես ինձանից բաներ եմ ասում։ Երկրորդ բանը, որ կարևոր է պետք է իմանանք, նախագահ Թրամփը իր խոսքերի մեջ ասել է, որ single family homes։ Single family home-ը մեր հասկացողության, որ դիկշների մեջ նայենք, բառատետակի մեջ նայենք, ունեն condominium եւ single family։ Single family homes-ը condominium-ն է single family-ը մեկ ձևով, եթե ջոկա կամ 4 յունիտանոցը։ So առաջ պետք է ասի single family ինչ է նշանակում։ Ես չեմ կարող townhouse առնեմ։ Դե townhouse կարող եմ առնեմ, հողով տուն չեմ կարող առնեմ։ Դե հողով կարող եմ առնեմ, բայց 2 յունիտ կարող եմ, բայց եթե AD ունի, հիմա չեմ կարող։ So այս պայմաններն էլ պետք է գրվի եւ մաքրվի, որ ինչ է նշանակում։ So պարզապես էսի հայտարարելով ասելով, այդ իր process-ը սկսում է։ Այսինքն մի բան չի, որ վաղը արդյունքը կտեսնենք։ So այո, այտենց չի։ Բայց երկու քանի բաներ պետք է առաջ իմանանք։ Մեկ որ այդ ինվեստորները մեծականակով առնում են վարձու տալու համար, առաջինը ամեն տեղ չեն։ Եթե նայես բոլոր Միացյալ Նահանգներում ունեն, օրինակ Ատլանտայում շատ ակտիվ են, քան թե ուրիշ նահանգներ, Լոս Անջելեսում չեն, որտեղ ձեռնատու չի, որտեղ արժեքները համեմատ վարձերին։ Եվ եթե բոլորն էլ հավաքես, բոլոր գնողների եւ ռենթալների եւ նույնիսկ դուք օրինակ նայում եք ինձի վստահ եմ ձեր մեջ կան որ 2, 3, 4 հատ տուն ունի, ես հաճախորդ ունեմ 4 հատ տուն ունի։ Այդտենց մասին չի խոսքը։ Խոսքը այդ ընկերություններն են, որ 100 հատ, 50 հատ, 100 հատ են առնում։ Այդ բոլորին հավաքես, բոլորը ընդհանուր rental property-ների 1%-ն է կազմում, 1%-ն են այդ ինվեստորները։ Այսինքն սրա կռիվը այդ 1%-ի վրա է։ It just sounds right, շատ լավ է երևում։ So այդ 1%-ի վրա էլ ամեն տեղ չէ։ Բայց ընդհանրապես արդյոք սա օգնելու է բայերներին որպես գնողներ, անպայման այո իրականության մեջ, բայց ամեն տեղ չէ եւ ամեն price range-ի մեջ չէ, այսինքն կարող է 3-400 դոլարը օգնում է, բայց 1 միլիոնանոցը չի օգնում, որ price range-ի մեջ է օգնում, որ քաղաքներում է օգնում, որ նահանգներում է օգնում։ So ամենի համար չի։ So ես միայն պարզապես ավելի քիչ all cash buy այլնելու եւ ֆինանսավորվելու է, որ մեր համար լավ է մեր կողից։ So first time home buyer-ների համար շատ ավելի գործը հեշտացնում է, որտեվ negotiation-ը կարող ունենաս ավելի, որտեվ ինվեստորները քիչոտ են։ Նորից եմ ասում, ամեն մարքեթի համար չի supply and demand-ի հարցը եւ որտեղում։ So
Արդյոք այս պատճառ կենի, որ արժեքները իջնի, էդ էլ կա, չէ, լավ, գործը հեշտ ասեմ, արժեքներն այն այո, ոչ, չի իջնի արժեքները, կապ չունի արժեքներին, որովհետև նույնիսկ ինքը հինգշաբթի օրը, որ Դավոսում խոսած, հինգշաբթի, չորեքշաբթի չեմ հիշում, Սվիցերլանդում զեկուցում եմ, ինքը պաշտոնական հայտարարեց, որ իր նպատակը բոլորովին այն չի, որ արժեքները իջնի եւ չի էլ ուզում, որ արժեքները իջնի եւ իր ուզենալով էլ չի կարող էլ իջեցնի։ Արժեքները մեծամասնությունը բարձր են մնում, ինչպես ասան, մեծ մասը, որ ամեն շաբաթ կրկնում եմ, որովհետև քիչ տուն կա վաճառքի, դա մեծ դեր է կատարում։ Երկրորդը տոկոսների բարձր լինելը, որ բարեբախտաբար փառքը սու իջել է, բայց ինչևիցե ընդհանուր առմամբ պետականը դեր պաշտոնականը դեր բարձր է, construction շինարարության ծախսը, որտեղ inflation սղաճ կա, ծախսերը թանկացել է շինարարությունը, տունը թանկոտ է վեշանում, սուպարտավոր ավելի թանկ վաճառի ընդհանրապես, եւ home builder-ները որպես շինարարներ, homeowner-ները որպես վաճառողներ, իրանք որ տոկոսները քիչ է չեն դնում շուկան ծախեն, փորձում են պահեն եւ էկոնոմին զորավորա գործ ունեն եւ այսինքն արժեք իջնելու պատճառ որևէ ձևի չենք տեսնում։ Սոյսի բայների համար արժեքները չի իջնի, բայց կարող է մեկ քիչ option-ներ շատանա, որ competition-ը թեթևանա, այն էլ ամենտեղ չի։ Բայց ինչ է նշանակում seller-ների համար որպես վաճառողներ, ընդհանրապես գնողների այդ փուլը ունենք, այդ shift-ը այլում, այսինքն investor shift-ը կարող է փոխվի եւ ավելի շատ FHA եւ conventional loan-եր ավելի շատ տեսնեք, շատ ավելի appraisal contingency-ներ կարող է տեսնեք, repair request-ները կշատանան անշուշտ, որտեղ չի ասում ես all cash offer ունեմ եւ easy close-ը դի չես ունենա ընդհանրապես։ So ինչ է նշանակում տանտերների համար եւ վարձվորների համար, այսի ցույց տալով վարձերը շարունակաբար կարող է բարձրանա եւ home ownership-ը կարող է որ մեկ քիչ ավելի շատանա տանտեր լինելը եւ շատ ավելի քիչոտ որպես այդ որևէ համայնքի մեջ որ կաս stability կենի, որտեղ investor դուշից չի գալի, որ ինչ ուզում է անի եւ տանի։ So ինչ պետք է անես որպես buyer եւ ճիշտ հիմա անշուշտ միշտ ասել ենք pre-approval-ը թիվ 1 դեր է կատարում, ընկերները օրինակ մայթ հայրենակից escrow-ին բացել 3 օր անցել է 4 օր վրա, այս դեր թուղթերը չունենք եւ escrow-ից 4 օր անցել է, 10 օր appraisal ունի, 14 օր long contingency ունի, մինչև 2 շաբթի արդեն 4 օր անցած կենի վրա է, եւ չենք սկսեն նույնիսկ։ So pre-approval ելնելը շատ կարևոր է, ֆոկուսը պետք է լինի ավելի երկարատև ծրագիրի վրա, ոչ թե կարճատև, այսօր առնեն վաղը իշտին ինչ կելնի։ Ու այսօր առնես 8 տարի հետո բարձրանա ինչ կելնի, դա էլ պետք է նայես։ Եվ մի սպասի վենագիրներով լուրերը դուրս կան, որ այդ լուրերի մեջ լսես, որ քեզի ասի, որ օհո, հիմա ֆիքս է, հիմա կարող ես հետաս անես լավ լուր է։ Եթե սպասում ես այդ լուրին, դժբախտաբար այդ լուրը չի գա բավական ժամանակ, so պետք է ծրագիր այդ ուժեղ ծրագիր ելնի, ճիշտ անձնավորությունների հետ աշխատեք, որ ճիշտ ուղղություն տա, որ կարողանա ճիշտ միայն գրելով չի, ամեն մարդ կարող է offer գրի, ամեն մարդ կարող է դուր բացի, բայց այդ խորհուրդները, այդ փորձառությունը եւ ճիշտի եւ սխալինը, եթե փորձառություն չունես, շատ զգուշությամբ կարող ես խաբվես, կարող է լասուտ բերեն, կարող է սխալներ անեն, եթե ճիշտ խորհուրդով եւ անշուշտ պետք է լսես էլ խորհուրդին, չես կարող ասես, չէ, ես իմ ձևս եմ ուզում։ So price and negotiation-ը ընդհանրապես ճիշտ մարքեթինգ պետք է նայես այդ օրվանը եւ ճիշտ ձևի կարող ես առնես։ Մա լուրերից որ դուս եկա pending home sales դեկտեմբեր ամսվանը, որ ընդհանրապես ինչ էսկոներ է բացվել եւ բախտատելով նոյեմբերի հետ 9.3% ավելի քիչ էսկրո բացվավ դեկտեմբերին եւ ամենից մեծ թիվերից էր որպես drop, որ չի սպասում այսքան բարձր լինի։
Հասկանալի է բարձր լինելը դեկտեմբերին, լուրը նորեն վերնագիրը վախացնում, ասում է, առուվաճառքի իջերա 10%-ի չափ, այո, իջերա, բայց պատճառները իմանանք, մեկ որ դեկտեմբեր ամիս ենք խոսում եւ այս լուրը բոլոր Միացյալ Նահանգների մասին է եւ դեկտեմբերին մյուս նահանգները ջույն, ցուրտ, պաղ, երկրորդը արձակուրդներ, երեխեքը տունն են, քրիսմասով են զբաղված, շոփինգներով են զբաղված Եվ անշուշտ այս լուրերն էլ որ մամուլինը կա, ոչ ու դեկտեմբերին չի ուզում այդ տուն առնի, որ ես միշտ ասել եմ ամենաս լավագույն ժամանակներից մեկն է։ Նորեն էշկոներ բացվել են, բայց 10% ավելի քիչ քան թե նոյեմբերին, բայց հասկանալի է։ Բայց լուրը դժբախտաբար այդպես չի թելադրում կամ այդպես չի վերնագիրները ժողովրդին հասցնում, բայց ավելի քիչ աֆերները ընդունվել Եվ եթե հիշում եք, ես ձեզ ասամ դեկտեմբերին, այն որ լիստ անում տունը դեկտեմբերին, ընդհանրապես դժբախտաբար problem ունի կամ bankruptcy-ա, կամ divorce-ա, կամ մահա, կամ բան, desperate-ա, եւ այս պատճառով արժեքը շատ է թանկ են դնում։ Բայց ես չեմ կարծում խնդիրը, որովհետեւ գնողները այլև հակառակը տոկոսեն դեռ այսքան չհասչեն ինչ-որ հունվարին է, բայց դեկտեմբերին բավականի իջեր էր։ Ինչու ասացած պաշտոնական պատճառներով կարծում են տոկոսների պատճառով է, բայց տոկոսների պատճառով նոյեմբերին էլ, հոկտեմբերին էլ, սեպտեմբերին էլ նույնն է։ Ինվենտորին, այո, շատ իջավ, շատ ավելի քիչ լիստինգներ եկավ դեկտեմբեր ամսվա ընթացքի, որ դա ես անձեզ էլ ասամ, դեկտեմբերին շատ քիչ եւ overall-եր լիստերare շատ թանկ է լիստարը, որովհետեւ անձնական խնդիրներ ունեն այդ անձնավորությունները չեն սպասել մինչև հունվար, դենց դեկտեմբերին լիստ են արել։ Բայց գնողներն ընդհանրապես այո, դեռ ավելի զգուշությամբ են մոտենում հարցին, գործի ապահովությունը մեծ դերակատարում անշուշտ inflation սղաճը, որ անցյալ շաբաթ լուր ունի, մենք հետո ձեզ կասեմ, դեռ բարձր է, cost of living-ը որպես ծախսը օրական դեռ բարձր է, եւ այս բոլորը ինչ է նշանակում արժեքների վրա, տան արժեքների վրա նորից այդ ամնդան կապեմ այս մեն լուրը, ավելի քիչ էսկո բացվելը որևէ ձևի օտոմատիկ չի նշանակում արժեքները իջան բոլորովին, որովհետև տարբեր մարքետների մեջ մանավանդ այն մարքետները կամ այն քաղաքները որ պահանջը շատ է, ինչպես Glendale օրինակ, եւ ինվենտորին քիչ է, ինչպես Glendale օրինակ, սելերները պարտավոր չեն վաճառողները վաճառեն եւ բայերները որպես գնողներ դեռ պետք ունեն որ A+ տուն պետք է լինի, հիմա տուներ կա օրինակ fixer-ը versus նորա կամ հինա так պետք է բախտատես ընդանք որ օրինակ բոլոր միացյալ նահանգներում 39 օր է տևել մինչև էշկո են բացել դեկտեմբերին որ միջինը 35 օր է եւ գնողների համար շատ ավելի panic buyer չեն ինչպես որ 2021-ին իրար անցում կար որ տուն առնենք նորից եթե ուզում եք առնեք pre-approval-ը պետք է ստանաք գնացեք այն տուների վրա 3-4 ամիս է լիստայել է շատ հետաքրքիր բան ասեմ անցյալ շաբաթ այդ հայրենակից տուն ամանգալի լաքանիադա եւ ասեմ եթե դուք լաքանիադա տուն ունեք եւ ուզում եք վաճառել գոնե 3000 square feet-ի մեծոտ հետո ինքը նոր ու հինը կսարքենք անպայման հեռաձայնեք all cash buyer-ը առանց financing-ի ինչեւիցե Դասը քանի տուներ տեսանք, տուներ կան, որ արդեն կարող եմ ասեմ 3, 4, 5 ամիս էր մարքեթի վրա, այսինքն նրանք էլ տեսանք։ Հինը, նորը, ամեն ձևը եւ rightfully so, նրանք որ շատ ժամանակ չին վաճառվել, մոտիկից որ տեսամ, հասկանալի է։ Օրինակ մա տուներից bravo, fantastic գործ են արել remodeling-ի համար, շատ լավ որակով, շատ լավ գործ են արել, fantastic Եվ տակից սարքին, հա, ես չէ որ միայն paint job բան հայտնի է, որ շատ մաքուր դիթել։ Բայց դեֆոներ ուներ, դիֆեկտներ ուներ, որ ափսոս այսքան ծախսեր ես, չեմ ամ 3 միլիոն ինչքան ուզում ես, այսքան փող ես ծախսել, այս ծաղամասում երանի որ այս կարևոր բաներից, օրինակ walk-in closet-ը bathroom-ի ներսից էր։ Bathroom բեկետս bathroom լվացարան լվացել walk-in closet ալեն լականել է 3 միլիոն դոլարի տուն չես ուզում walk-in closet-ը խոնավություն բռնի
Ես շորեր այդ խոնավ, որտեղ closet-ը դու դուրը միշտ պիտի կողք պայես, բաց մնա, կամ եւ դիքին ամեն մարդ հանգիստ չի հակուստ փոխի, գետե մեկը լողանում ամ մյուսը շո հակուստա փոխում։ So it was a big problem ափսոս, տեսեք փոքրիկ defect-ները, բայց the rest of the house is լավ գործունալ։ Ուրիշ defect-ներ ուներ, բայց ընդհանրապես բեկեն բաներ, որ ափսոսա։ Seller credit-ը անպայման տալիս են մանավանդ հիները, նրանք որ շատ ժամանակ չի վաճառվի եւ repair negotiate կարող ես անես, որ overbidding-ի հարց չենի, so definitely այդ կողմից։ Բայց հիմա դեկտեմբերի լուրը էներ որ խնդիր էր, բայց ինչ-որ որպես seller-ներ առաջի օրվանից ճիշտ պետք է դնեք, հետո արժեքը դրափանելը ընդհանրապես ճիշտ չի, տան վիճակը մեծ դեր է կատարում, mən ներկվի, մաքրվի, ներսը furniture չունենաս եւ staging ունենաս շատ է օգնում տունի ցույց տալը պետք է հեշտացնես եւ appointment-ով ես անում այս օրը չէ այս ժամին չէ այնպես չէ դժվարացնում է եւ որպես բայերներին փորձիս incentive տաս որ կարողանան հեշտացնել so ընդհանրապես այս լուրի մասին չեմ մտահոգվի լուր ունեմ որ inflation-ի մասին է սղաճը որ PC-ին էր չեմ ուզում հիմա խորանամ, բայց ընդհանրապես կենտրոնական բանկը մոտիկից նայում է շատ կարևոր բաներ 2.8%-ը դեռ 2%-ին չի հասցե եւ էսի ընդհանրապես պատճառը լավ որ 10 տարվա treasury-ին բարձրանա եւ բարձրացավ, դա մեկ պատճառներից էր, միակ պատճառը չէր, 1/8-ի չափ տոկոսները բարձրացան, բայց ընդհանրապես դեռ ցած են եւ տեսնում ես action-ը շատ արագ փոխվում է բայց մեր բան որ կար consumer spending, այսինքն ժողովուրդը գումար են ծախսել մոտ 0.5%-ի չափ, բայց եկամուտները բարձրացել են միայն 3/10-ի չափ, այսինքն կեսից ավելի պակաս։ Ցույց է ժողովուրդը դեռ ծախսում են, բայց ոչ թե համապատասխան եկամուտի հետ, էկոնոմին դեռ շարժվում է, որտեղ ծախսում են, բայց էսի ուզեմ չուզեմ խնդիրը։ Մեր բանկը էներգի որպես հասկացողության էներգի տակ մտնում է գազերը, որ բարձրացել է եւ ոչ թե միայն գազը բարձրացել է ձեր համար առօրյա, այս shipping-ը նավահանգիստները, օդանավները որ տանում բերում են, դա է թանկացել եւ դա էլ որ թանկանում է, այսինքն ուտելիքի վրա այդ արժեքը թանկացնում են, so grocery-ն էլ թանկանում է, ընդրանք որ չուրտա heating-ը, տաքացնելը, գազը եւ այլն վարելու գազն եմ ասում, որ տաքացնելու համար utility-ները թանկացել է, որտեղ ձմեռը կամ ամառը շատ շոկ է եւ այս ընդհանրապես business-ները overall business expense-ները շատացել է, so դժբախտաբար լավ լուր չի, թանկությունը դեռ կա, թանկությունը դեռ այդտեղ է եւ այս կենտրոնական բանկի կողմից տոկոս իջեցնելը մեկ քիչ դեռ այդքան մոտիկ ապակայում չկա, ինչպես ասում են higher for longer, այսինքն ավելի երկար ժամանակով պետք է բարձր մնա, բայց եթե սպասում եք այս կենտրոնական բանկը կամ 10 տարվա treasury-ին իջնի, որ տոկոսները հետ գա 3%-ի վրա, ինչպես որ կար COVID-ի օրերը դժբախտաբար այդ օրերը մոտիկ էլ չի իրականության մեջ։ So 2026-ի համար negotiation of the price or term seller-ի հետ շատ կարևոր որ կարողանանք համաձայնվենք seller-ը թող credit տա մանավանդ buy down-ների համար հոյակապ մենք օգտագործում ենք ամեն օր actually ուրբաթ օրը մի հատ էշկոլ կողբանք շնորհավոր մենք seller-ից կարողացանք 1.5 point առնենք այդ տոկոսներ ցույց եմ տալի to buy down the rate or payment-ի համար մեծ տարբերություն արա մոտ $1500 տարբերություն արավ եթե մենք այդ 1.5%-ը չառնենք seller-ից կամ եկե ինքը հայրենակից է մոտ $10,000-19,000 ինքը վճարեր հետո կարող ես refinance անես անշուշտ so but seller-ների համար ինչքան տոկոսները բարձր մնում այդքան գնողները զգուշությամբ են մոտենում հարցին եւ affordability բանն որ կարող են payment վճարեն դե չէ այդ նայեմ ժամանակ ունենք մյուսը որ շատ կարևոր է ուզում եմ ստա մասին խոսանք 2025-ի տան արժեքները ընդհանրապես լուրը զեկույցը դուրս եկավ ունենք nationally բոլոր միացյալ նահանգներում հետո պետք է կրճատենք Լոս Անջելեսի մասին խոսանք որտեղ ինչպես միշտ ասել եմ real estate-ը
it's local, այսինքն շուտի ապատում բան ուրիշ տեղ չի պատում, ուրիշ երկիր ենք, ուրիշ բան ենք։ So first American կողմից national home price-ը պաշտոնական դուս եկավ որ 2025-ին մոտարապես ամփոփող այլ է։ Այսինքն ընդհանուր Միացյալ Նահանգների average-ը մոտարապես ամփոփող այլ է եւ տարեկան որ նայում են մոտարապես 0.5%-ի չափ աճ ունեցե բոլոր Միացյալ Նահանգների միջինը, which is 0.5%-ը արդեն մոտարապես ամփոփող է, նո, որտեղ ավելի կարծում եմ bidding-ը իր հետ մրցումը քիչացել է եւ negotiation-ը ավելի նորմալ է։ Բայց նայենք Կալիֆոռնիայի մասին։ Ուրեմն ընդհանուր Կալիֆոռնիա, մանավանդ երբ որ բնենք Լոս Անջելեսը կամ Glendale, Burbank, Lackawanna, մեր կողմերը որ նայենք, այս արժեքները influence են անում անմիջական action-ով, ոչ թե ինչ-որ Mississippi ու Alabama-ում է, այս զեկույցները, որ ասեմ կարդում եք լուրերը, վենագիրները, շատ զգուշությամբ եք կարդաք։ So 2025-ին medium Los Angeles County medium sold price-ը $890,000 էր դեկտեմբեր 2025-ին, եւ սա 1.7% ավելի քիչ քան թե դեկտեմբեր 2024, այսինքն մեկ տարից մյուս տարի average-ը պակսել է։ Ասում եմ Միացյալ Նահանգներում 39 օրում է average-ը վաճառվում, մեր թաղամասերում, այս Glendale, Los Angeles այս թաղամասերում, այս county-ում 60 օր է տևում միջինը մատունա ծախվում։ Եթե լավ արժեքեսներ, ճիշտ արժեքեսներ 2 ամիս տևում է մինչև վաճառվի։ So overall Los Angeles County-ն շատ ավելի sensitive զգայուն արժեքների կողմից բանավան բայերինը, որտեղ payment-ը մեծ դեր է կատարում։ So Glendale-ը լրիվորեն կապ չունի։ Օրինակ մենք ուսումնասիրություն ենք Redfin-ի միջոցով ենք արել, որ Glendale-ի արժեքները 8.9% բարձրացել է տարեկան մեկ տարվա մեջ, նոյեմբեր 2025 մինչև նոյեմբեր 2024 9% տան արժեքները բարձրացել է 1.3 միլիոն average-ն է եւ ամենից average-ը 40 օրվա մեջ է ծախվում։ Դա Redfin-ի զեկույցն է։ Zillow-ն ճիշտ հակառակը Glendale average value down 1.7% over the past year, մեկ տարվա մեջ իջել է։ So, ինչա նշանակում նորեն մեր համար։ Glendale-ը Glendale ասում եմ Burbank, Lackawanna, ամենը մեջն են։ Տարբերությունը micro market-ը։ Տարբերությունը, եթե տունը update-ը դա քան թե պատրաստ վիճակի մեջ remodel ելած է։ Այդ տունը view ունի, դե view չունի, մեծ դեր է կատարում։ Այդ տունը ADU-ի potential ունի, հետևը ADU սարքելու դե չունի, մեծ դեր է կատարում։ Այդ տունը տեղ ունի, ավելացնելու, մեծացնելու դե չունի, մեծ դեր է կատարում։ Այդ տունը պատրաստ է, դե աշխատանք ունի, մեծ դեր է կատարում։ Եվ այս բոլորը արժեքի վրա տարբերություն անում, ու չես կարող մի հատ դնես cut from the top ամենը նույնն է։ So nationally բոլոր Միացյալ Նահանգներում ինչու արժեքները flat չի բարձրացել, payment-ները անշուշտ մեծ դեր է կատարում պատճառ տոկոսները բարձր են, insurance եւ tax-ը, insurance ինչքան է թանկացել մեծ դեր է կատարում եւ ավելի քիչ տուն կա վաճառքի ուզենք չուզենք։ So մեծ 2026 Glendale-ի Los Angeles-ի խնդիրներից ամենից մեծը inventory-ն է, ավելի շատ տուն պետք է վաճառվի, սելերները պարտավոր չեն ծախեն եւ պահանջը զորավոր է եւ մնացել է եւ կմնա։ So բայերների համար 2026 Glendale-ի ստերանք անշուշտ եթե տան արժեքը overpriced են դերը որ շատ կա, կարող ես արժեքը ասես, էս է իմ արժեքը, թող չծախի, բայց negotiate արա, փորձի, ամեն մարդ չի կարող, բայց մեզ երազանեք օգնենք։ Եվ եթե տունը տեսնում ես 3 ամիսա, 4 ամիսա չի ծախվել նստած այն կարողանաս ավելի շատ կրեդիտ վերցնես տոկոս իջացնելու համար,
մանավանդ այդ բայդան պրոգրամները, որ ասում եմ, այդ միջոցով էլ կարող ես ահագին օգտակար լինես եւ այլն, անշուշտ ձևերը կան, բայց մեկից շատ, մեկից քիչ ամեն տեսակ կան։ Միակ ինչ եմ ուզում ասած էլեմենտար բան, լուրերը, երբ որ մոկի գալիս է հեռուստակայարանի վրա, նախագահ Թրամփը կամ ուրիշ նախարարներ, կամ ուրիշ մինիստրներ, կամ պարզ ժողովուրդ, կամ նույնիսկ իմ նման մարդիկ, որ ուզում են քաղաքապետության խորհրդի անդամ տեխնացություններն են դրել, ես լսում եմ ամենը, հայ եւ ոչ հայ, ամեն ազգը, չեմ ասում միայն հայերը, նույնիսկ հայերի մեջ էլ կան, որ իրանց տեխնացություն դրել են, եւ երբ որ լսում եմ իրանց խոսքերը, որ ասում են, կամ խոստումները, որ տալիս են, դժբախտաբար իրականություններ չեն, բայց քվե ստանալու համար խոստումներ են տալիս։ Ամենից ճիշտը ինչ է այդ ձևով, ճիշտ ձևի ինչա, ճիշտ ձևը դա է, որ դուք ձեր ուսումնասիրություն անեք, դուք ձեզի դասավանդեք, դուք educate yourself, սովորեք։ Անշուշտ ես հաջորդ 3-4 ամիս որ ընտրությունների ժամանակ, այսինքն մինչև հունիս, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, այդ 4 ամսվա մեջ ես ձեզի բավականին սովորացնելու եմ, որ քաղաքապետության մեջ ինչեր է կատարվում, արդեն տեղյակ եմ, ավելի տեղյակ եմ, բայց պաշտոնական չեմ ուզում միջամտեմ, որովհետև ուղղակի չեմ ուզում քաղաքապետության հետ անցնեմ խոսակցությունների մեջ, բայց հիմա որպես տեխնացու կարող եմ պաշտոնական ասեմ ինչա կատարվում, ինչա ճանապարհը, ինչա ճիշտը իրականությունը, ես չեմ կարող ձեզ երբեք ասեմ, որ ամենից ես ձրի տուն եմ տալու, just not gonna happen. Նայեք մարքեթը ուրբաթ օրը ինչպես փակվավ, հետո տոկոսները շատ լավ են եւ լիստինգները, լավ լիստինգներ էլ կան, մենք նայենք խնդրում եմ մարքեթ առաջ ուրբաթ ինչպես փակվավ։ Ուրեմն Dow Jones-ը 49098 285 փունջ շահով փակվավ, ներշու կորուստով փակվավ, S&P-ն 6915 2 փունջ շահով փակվավ, Nasdaq-ը 23501 65 փունջ շահ ունեցավ Nasdaq։ Գերմանական DAX-ը 24944 փունջ շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 10043 6.61 կորուստ ունեցավ, Nikkei 53846 157 փունջ եւ Շանհայ 4136 13 փունջ։ Քարյուղը $61.21 բավականին բարձրացավ, ոսկին օրվա մեջ 4990-ի մոտ 5000-ի էլ հասավ, $69 բարձրացավ ոսկին, արծաթը, արծաթը $102.93, unbelievable, եւ platinum-ը 187։ Եվրոպական եվրոն $1.18 1 եվրո, անգլիական British Pound-ը $1.37 1 եվրո, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրը 89537 եւ Հայաստանի դրամը 379։ 10 տարվա treasury, որ 30 տարվա վարկերը, ինչպես տեսնում եք, կամած բարձրանում է, կամած մեկ քիչ ավազացել է, ազդեցություն մեկ չին ունի, բայց ոչ թե այդքան, բայց 30 տարվա վարկերից մեկ իմանաք ինչ է, 10 տարվա treasury, նայեք ընդեղում ինչ է եւ մոտ արպես վրան ավելացեք 1.5-ից 2% այդ կլինի այդ օրվա տոկոսները, եթե ասենք 4.2, 3, 1 աստեղում, ստավերը ավելացնեն 1.5 կենի 5.7, դա էդի արդեն ձեզի տոկոսները կասի այսօրվանի ինչա, այս 10 տարվա treasury-ին թիվը վերցրեք, վրան ավելացեք 1.5%, դա կենի մեր տոկոսները, հիմա ոչ թե ամենինը, բայց մոտ արապես։ Մենք նայենք տոկոսները շատ կարևոր է, տոկոսները բավականի իջեր է, էդի լավ լուր է, մենք նայենք կարող ենք, այո, մենք տոկոսները նայենք refinance-ների համար մանավանդ, ինչքան սպասում եք ռիսկ եք անում refinance-ի համար, բավականի հայրենակիցն արդեն they took action եւ գնելու համար լավ ժամանակ, բայց refinance-ը ամենամեծը, մենք նայենք ինչու։ Ուրեմն առաջինները refinance-ներն եմ ցույց տալի 300,000-ից 800,000 եթե վար գնացերը եւ 781 credit score ունեք եւ 20% equity ունեք եւ single family house հողով տունա
եւ մեջը բնակում եք 5.625 մեգապոինտով 5.8 պոինտով նույն պայմաններով բայց պարկը ուրբես գումար քաշես cash out անես վրան 30% equity-ով 5.625 մեգապոինտով Եթե ունեք high balance, ասի 832-ից 1.250,000 5.75 մեգապոինտով Սա է tax return-ի խնդիր ունեք բաց self-employed եք profit and loss եւ ուզում եմ միան interest only վճարեք, չէ՞ ուզում տոկոս եք մենակ ուզում վճարեք, ելումա 6.25 մեգապոինտով FHN-ը credit շատ վատա 620 credit ունես, FHL loan ես ուզում վերցնես մինչև 80% հարաբերության, կարող ենք 5.5% վերցնենք 1%-ով, 1 պոինտով First buy down program-ն է, որ եթե արդեն ինչպես անցյալ անգամ ասամ, եթե դու գնող ես եւ ուզում ես այս ժամանակավոր 5.6-ի փոխարեն 5.3.6 ստանաս առաջի տարին, 4.6 երկրորդ տարին, նոր 5.6 երրորդ տարին, որ այս տամեջ եթե նայես մոտ $1,000 տարբերությունն է, քեզի seller-ը պետք է գումար վճարի։ Seller-ը կարող է այս ծրագրի համար վճարի հետո դու կստանաս էսի, դու կարող ես ստանաս շարունակես։ The first time home buyer ես Fannie Mae կողմից 3% կանխավճարով ճիշտ եք տեսնում, եթե 800,000 քո ուրեմն տուն առնես միան $800,000, օրինակ եմ ասում, չէ։ 800,000 միակ down payment պետք է $24,000, հա, եւ closing cost-ն էլ, որտեղ կարող է closing cost-ը seller-ից առնել։ Այսինքն եթե $24,000 ունենաս, կարող ես մինչև 800,000 տուն առնես եւ անշուշտ կրեդիտ եկամուտը բոլոր ամենը պետք է հաշվի։ Նույն պայմաններով 20% կանխավճարով ինչպես տեսնում եք 20 տարվա ֆիքսը 5.25 15 տարվա ֆիքսը 4 եւ 10 տարվա 4.625 High balance-ները որելումա 832,000-ից 1.250,000 նայեք տոկոսները 5.75 պոինտով 20 տարվա ֆիքս 20% down payment-ով, նույնիսկ 30 տարվա ֆիքս 20% down payment-ով 5.7 Նույն պայմաններն է միայն վարկ ավելի շատ է այս մեկին, եթե տեսնում եք։ Ամեն case տարբեր է, ամեն մարդու համար նույնը չի, եթե դուք ուզում եք refinance անեք կամ առնեք, մեզի հեռացանեք ձեր կոնկրետ ձեր մասին կարող եք ասել ես FHN-ն է, FHN-ի high balance-ներն է Ջամբոները ուրեմն ասի առանց tax return-ի, եթե tax return-ները բավականի խառն է եւ չես ուզում tax return ներկայացնես եւ ուզում ես interest only միայն տոկոս մինչեւ $3 միլիոն միայն interest only-ով 6.375 Սա է self-employed եք եւ bank statement program, ինչա bank statement program, օրինակ ասենք մի հատ գործ ունեք, որ մեքենա եք առնում ծախում, օրինակ, այդ ամեջ ինչքան դիպոզիտներ պետք է դա, այդ դիպոզիտներն են հաշվում ձեր համար։ Սա է 40 տարվա fix եւ interest only եւ bank statement program։ Ոյա կապա ես լավն։ Կարծեմ գահստենք մեկ քանի լիստինգները ցույց տանք, դա համար ուզում եմ անպայման լիստինգներն են նայենք, մի քիչ արագ այդում ժամանակը, so մենք անմիջապես սկսենք այս լիստինգները նայել, լավ տուներ կան, ամենը չեմ կարող ցույց տամ, ավելի փորձում եմ ամեն տեսմեն բաներ ցույց տամ, so մենք նայենք խնդրում եմ։ Այս չմոռանանք, այս մի հատ ունենք for lease-ի համար է բանում, ինչ անունը, թանգայում, ներողություն տա նկարներ, կարծես չի բանանում Այո, թահանգայում տունը հողով տուն, 3 ննջասենյակ 2 լվացարան, մատ մեծ բոնուս room ունի, լրիվ ռիմադելելած է մանրատախտակներով, recess light-երով, fireplace-ով, խոհանոցը brand new, bathroom-ները brand new, մեծ բակ պտուղի ծառերով, $450 վարձու տուն է, որ ես մեծ սենյակը տեսնում եք, այդ bedroom-ներից չի, շատ մեծ բակ ունի հոյակապ party entertainment-ի համար։ Սկսենք Sherman Oaks 2 ննջասենյակ 2 լվացարան condominium-ը 1180 square feet տունի մեծությունն է $747 homeowners association-ը $495,000 so մոտ առաջի անգամ տուն առնի եւ ուզում է Sherman Oaks որ շատ հարկի լավ տեղ է բանում եք անշուշտ եկեղեցին ունենք Sherman Oaks-ինը Encino-ի եկեղեցին ունենք ու White Oak-ի վրա է բավականի հայկական վարժարան Ֆերայյան դպրոց ունենք ընդեղում Կաբայան մանկապարտեզ ունենք ընդեղում հսկայական, հայկական եւ պարսկական եւ
լիբանական եւ խանութներ կան եւ կենտրոնա so Sherman Oaks is fantastic place to live Encino Sherman Oaks բոլորը Chatsworth նայեք էսի 2.3 լվացարան 1281 square feet տունի մետրությունն fully brand new տեսնում եք townhouse-ը 475,000 you can go wrong Chatsworth-ը առնում ես հայկական դպրոցները խանութները եկեղեցին ամենքեզի մոտիկ են it's perfect high ceiling-ով, fully remodeled, Chatsworth-ում եւ rooftop էլ ունես կարող ես տեսնել ներգիլա կամ սիգար կամ ընդհանրապես գինի կամ սուրճ։ Թարզանը 2.3 լվացարան 1521 square feet տունի մետրությունն է, townhouse-ը ինչպես տեսնում եք 2 արկի վրա $736 homeowners association-ն է, բայց $575,000 1500 square feet 2 bedroom 3 bath $378 price per square feet, which is pretty good arjeka price per square feet. Inshallah, lot of stuff. Washer dryer, ամեն ինչ ունի հնարավորություն։ Simi Valley 2.3 լվացարան 1207 square feet տունի մետրությունն է, $495 homeowners association-ն է, լրիվ ռիմոդելած է, գետինները, խոհանոցը, bathroom-ը մաքուր վիճակի մեջ է, asking price $600,000 Well, $496 price per square feet. Եվ մեծ patio նստելու տեղ ունես եւ private garage ունես։ Արժեքները լավ են։ Pasadena 2.2 լվացարան 968 square feet. It's a small 2 bedroom, but տեղը շատ լավ է, homeowners association $545, $600,000 asking price Pasadena-ի համար պատրաստ moving condition, love location-ում condominium, you can't go wrong եւ որտեւ շատ լավ հարմար տեղ է, ինչպես տեսնում եք սուրճի գավաթներ դրած առողջնես սուրճ խմեք։ Մյուս ունենք նորեն Pasadena 2.2 լվացարան 1240 square feet տունի մետրությունն է, $500 homeowners association-ն է, price per square feet $498 in there, which is great, $618,000 asking price. Make sure you are custom կներեք, որտեղ շատ ունեմ ամենին հաստեմ Toluca Lake 2.3 լվացարան 1109 square feet typical Toluca Lake style modern շատ լավ երիտասարդական art district-ի it's fantastic $535 homeowners association-ը $619,000 $559 price per square feet այս վիճակի տուն սենցի ծախսած այսքան արժան Զարմանալի է իրանք ինչքան են առել որ այսքան ծախսեր են նոր $559 rooftop-ի վրա փուլով Toluca Lake տուն են ծախում Northridge Northern Valley գնացինք 3.3 լվացարան 1398 square feet տունի մետրությունն է $480 homeowners association-ն է asking price $639,000 $457 price per square feet որ էլ լավ արժեքով են դից տարել կներեք արագացնում եմ Chatsworth 4.3 լվացարան 1773 square feet $774 homeowners association-ը սա շատ սիրուն է իր privacy-ն ունի իր մեծ patio-ն ունի open space-ը չես զգում էսի որպես condominium townhouse-ը բայց շատ լավ է լավ էլ տեղ ունի $680,000 asking price $384 price per square feet it's great home moving condition մանրատախտակներով եւ այլն it's fantastic շատ լավ արժեք է $384 նստելու տեղ էլ ունի La Crescenta 3.3 լվացարան 2021 square feet so it's a big condo շատ մեծ է $604 homeowners association-ն է բայց $489 price per square feet La Crescenta-ի համար it's great price $989,000 բայց դա 2000 square feet տուն է տալի որ 3 bedroom-ի համար it's big անշուշտ carpet-ը հինա պետք է փոխվի պետք է ներկվի բայց տեղեր կա պետք է չունես տեղեր կա այո եւ overall updated շիել է updated են բայց ամեն հնարավորությունները ունի հողով տուներն նայենք ու դասեմ ժամանակս չի ներում Sun Valley 3.2 լվացարան 1681 square feet 6000 հողամասն է $800,000 մի քիչ առաջ ասեմ $24,000 եթե դու down payment ունենաս մենք կարող ենք seller-ը negotiate անենք closing cost-ն ինքը վճարի
24,000, բայց եթե 10 էլ ունենաս 34,000, հիմա այս տունը կարող ես as-is փոխադրվես, ես կարող ես wallpaper-ի վրա ներկել, գետիները կա, դե ոչ հատուկ major ծախս չունես ներս մտնելու համար, որ ասենք շատ պետք ունես սարքես։ Resida 1367 square feet 3 ննջասենյակ 2 լվացարան 6000 հողամաս, այսօր լրիվ ռիմադելած է, ինչպես տեսնում եք, շո Resida-ում նույն տունը, որ ընդեցուն մեկ առաջ նայում ենք, էսի $604 price per square feet, հեր որտեվ այդ տարբերությունը արդեն փողը ծախսերա վրան, 800 ուզում ես $825,000, բայց moving ready էսի քեզի տալիս ասма փոխադրվի հիմա as-is, բանկով տուն, 825,000 Burbank 3 ննջասենյակ 2 լվացարան 1337 square feet 6200 square feet տունի մեծությունն է $827,000 Այս ինչուց եմ տալի որ իմանաք նայեք այս տունը ռիմադելած չի is not բայց դից տալի $827 price per square feet եւ նույն ժամանակ location-ը is not like the best greatest location Ես ուզեցիմ քեզ ցույց տալ որ տեսես $824 per square feet ինչ է ստանում Ստավրա, այսինքն բեկե դու $200 price per square feet ծախսես, այսինքն մոտավորապես $500,000 որ բերես նոր նորմալի։ Այն ժամանակ կարժի դե չէ։ Silmar 4 ննջասենյակ 3 լվացարան, սա էլ նայեք 2282 square feet-ը, ընդանից 1000 square feet մեծոտ եւ արժիքն է $438 price per square feet, ճիշտ կես արժիքը։ Բայց ինչու, որովհետեւ էսի Silmar-ը եւ վիճակը նայեք ունեն։ Որտեւ էսի Silmar-ը այնի Burbank-ա, բայց էսի Silmar-ը կարող է լավ տեղն է, այնի Burbank-ի վատ տեղն է, չես իմանում։ Սո բայց ում ասեմ որ կես արժեքով նա ինչքան տարբերություն է տալի տան մեջ, you get what you pay for անգլերենով ասում են։ North-ից 4 ննջասենյակ 2 լվացարան 2060 square feet ունի մեծությունն է 19000 square feet հողամասի մեծությունն է asking price $1,100,000 հիմա $534 price per square feet North-ում այս վիճակով տուն հողով ռիմադելած մաքուր you don't need to spend a penny ներս մտնելու համար $1,100,000-ի համար մի քիչ ավել կուզես down payment բայց ամեն հնարավորություններ ունի Simi Valley նորեն 5 ննջասենյակ 3 լվացարան 2200 square feet տունի մեծությունն է 8200 square feet հողամասի մեծությունն է asking price $1,150,000 ուրեմն $523 price per square feet էսի լրիվ ռիմադելած է moving condition ինչպես տեսնում եք պատրաստ վիճակի մեջ է Չեմ եթե գաստեմ մի քանիսն ցույց տամ արագ Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1800 square feet $639 price per square feet $1,150,000 Pasadena-ում semi սարքված է semi չի սիլինգները մանավանդ սարքված չի Grand Hills 5 ննջասենյակ 3 լվացարան 2400 square feet շատ լավ տուն է լավ թաղամասը շատ լավ location է $1,150,000 $460 price per square feet so համեմատ թաղամասին շատ լավ է փուլով տունել է Այս էլ ցույց տանք հետո Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1889 square feet $633 price per square feet $1,195,000 Glendale-ում Շատ շնորհակալ եմ որ նայում եք եւ հետում եք երկու բան ասեմ մեկ որ քաղաքապետության խորհրդի անդամի համար ինչպես միշտ առայժմ ձեզանից խնդրվում է որ ինչքան կարող եք լուրը տարածեք ինչքան կարող եք ասեք ամենին որ պարոն Ղարիբյանը խորհրդի անդամ է եւ երբ որ քվեական օրը գա այդ օրը կարողանաք քվե տակ, հետո կօգնեմ ձեզի, որ տունից քվեները գալիս է զգուշությամբ մոտենաք, ամեն մարդու չտակ եւ տունից կօգնեմ ձեզի, որ քվեները տակ եւ անշուշտ դեռ շատ աշխատանք ունեն միասին, միայն լուրը տարածեք։ Կհանդիպեմ ձեզ մյուս շաբաթ, խնդրում եմ հոլովակը, տեսահոլովակը մի անգամ նայեք։ Առաջ մեզ։ For 43 years Glendale has been my home. My name is Ronnie Garibian and I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financial needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership.
I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, fiscal responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing, because affordability should not be out of reach. I love this city, and I'm ready to serve it at the highest level. Join me, and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Gribian for Glendale City Council.